Երթևեկության կանոնը խախտի, էլի փոխտու, էլի խախտի, էլի փոխտու, էլի խախտի։ Ձեզ զրկելու պատճառը ո՞րն է եղել։ Խմած ենք եղել։ Կա Հայաստանի Հանրապետությունում մոտավորապես ավելի քան 27-28 հազար զրկված բան։ Մեր հավաքվածների մեջ շատ դժվար է տարիքային շեմը քննություն հանձնելը։ Ռուլին հələ չնստած միանգամից մի հատ անկապ բանի համար կտրում են։ Իրոք պատրաստ չեն քննություն հանձնելու։ Զրկելուց հետո զրկման ժամկետը կանցնի, դրանից հետո անձին կկարողանան վերականգնել իրենց իրավունքը փորձաշրջանով եւ 6 բալով։ Ես համաձայն եմ, հիմա պետք է մի հատ ինչ-որ գիծ քաշել ու ստանալ նոր իրավիճակ։ Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին, որի համաձայն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկված քաղաքացիները կկարողանան վերականգնել այն առանց որակավորման քննություններ հանձնելու, վճարելով 50,000 դրամ պետական տուրք։ Արդյոք սա ճիշտ որոշում է։ Կարծում եմ միանշանակ սխալ որոշում է, քանի որ ինքը ոչ միայն ֆինանսական, այլև հասարակական եւ իրավական նշանակության խնդիր է։ Ինչպես հիշում եք, վերջին 8 տարիների ընթացքում խրախուսական նորմեր որպես այդպիսի շատ քիչ են մշակվել եւ այս փուլում նման բան հայտարարել է, ինձ թվում է հասարակության լայն շերտերի սիրտը գրավելու, սիրտը շահելու ինչ որ քարոզչական մոտեցում է, այսինքն ինքը լոբինգի եւ պոպուլիզմի տիրույթում տեղավորվող է, բայց ինքը որպես մարդասիրական նորմ կամ ինչ-որ բարեգործական նորմ ես չեմ դիտում, հատկապես որ այստեղ խախտվում են հավասարության եւ արդարության սկզբունքները, քանի որ եթե հիշում եք սահմանադրությունն ասում է օրենքի առաջ բոլորն են հավասար 28-րդ հոդվածով եւ 29-րդ հոդվածով շարունակում է որ խտրականությունը կախված ռասայից, մաշկի գույնից, գույքային վիճակից, ունեցվածքից արգելվում է։ Տվյալ պարագայում գործ ունենք վճարունակ եւ անվճարունակ մասաների միջեւ եւ ինչ է ասում կառավարությունը այս որոշմամբ, որ եթե փող ունես, խախտի մուծի։ Կարծում եմ սա շատ սխալ բևեռացում է հասարակության մեջ։ Վարելու իրավունքից զրկված որոշ քաղաքացիներ դժգոհում են, որ չեն կարողանում քննություն հանձնել։ Որն է պատճառը։ Արդյոք քննական կարգն է չափազանց բարդ, թե դժգոհողների մի մասը ժամանակին վարորդական վկայական է ստացել ոչ օրինական ճանապարհով եւ չունի բավարար գիտելիքներ։ Ես կարծում եմ, որ վարորդական իրավունքից զրկելը ոչ միայն պատժամիջոց է, այլ նպատակ ունի վերստուգելու վարորդների ունակությունները եւ գիտելիքները մեքենա վարելու, եւ ես չէի շտապի բաժանել այդ երկու խմբի կարողացող եւ չկարողացող քննություն հանձնելու, որովհետեւ եթե լինեն արդար ու թափանցիկ քննություններ, որպեսզի տվյալ պարագայում ես կարծում եմ չկան, այդ դեպքում գրեթե բոլոր վարորդները, ովքեր որ դոսաֆով կամ արդար ճանապարհով քննություն են հանձնել վարորդական իրավունք են ստացել, իրանք շատ հեշտությամբ կվերահանձնեն այդ նույն քննությունները, բայց քանի որ այստեղ առկա են մի շարք կոռուպցիոն ռիսկեր, առկա է անազնիվ մոտեցում վարորդների նկատմամբ խտրական մոտեցում, ուստի շատ վարորդներ վախենում են ուղղակի գնան այդ քննության հանձնելու ճանապարհով եւ նրանց վախը արդարացված է, որովհետեւ պետությանը ձեռնտու է քննությունից կտրել, որպեսզի դու նորից պետական տուրք մուծես, նորից մասնակցես քննությանը եւ բյուջեն լցնես։ Գործող կարգի համաձայն վարորդական վկայական ստանալու համար ընդհանրապես անհրաժեշտ է հանձնել որակավորման տեսական եւ գործնական քննություններ։ Մինչդեռ օրինակ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար պահանջվում են պարտադիր բժշկական հետազոտություններ։ Միթե օրինակ թմրանյութերից կախվածություն կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող վարորդները պակաս վտանգավոր են։ Պետք է մենք գիտակցենք, որ մեքենան նույնպես բարձր վտանգավորության զենք է, այսպես ասած սառը զենք է, մի քանի տոննա ծանրությամբ երկաթ է, որը որ եթե գտնվում է ոչ սթափ վիճակում մարդու կամ ոչ adekvat վիճակում կամ թմրանյութի ազդեցության տակ կամ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդու ձեռքերում, ինքը կարա եւ կյանքին եւ առողջությանը եւ հասարակությանը ընդհանուր առմամբ շատ լուրջ վտանգ ներկայացնի։ Այս առումով կարծում եմ նման ձևով պետք է նաեւ հոգեկանը ստուգելու, ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը ստուգելու որոշակի նորմեր լինեն, նոր վստահեն այդ մարդուն այդ զենքը մի քանի տոննանոց, սա էլ է զենք։ Ստեղ էլ պետք է որոշակի ստուգումներ անցնեն, բայց կրկնեմ, չպետք է արհեստական բարդություններ ստեղծեն, որը որ կառաջացնի արհեստածին կաշառակերություն, կոռուպցիաներ եւ այլն, արհեստական բարդություններ քննությունների հանձնման տեսքով։
Արդյոք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված տուգանքներն ու բալային համակարգը բավարար են օրինախախտ վարորդներին զսպելու համար, թե անհրաժեշտ է կիրառել ավելի խիստ միջոցներ։ Ինչ է ցույց տալիս միջազգային փորձը։ Կարծում եմ բալային համակարգը որպես խրախուսական նորմ շատ լավ իրան արդարացրեց, վաղուց պետք է դա արվեր, որովհետև երբ որ դու ժամանակից շուտ վճարում ես, այսպես ասած զեղչով ես վճարում, նույն 5000-անոց տուգանքը 3.5-ով ես վճարում, եւ եթե դու 13 անգամ նույն խախտումը կրկնում ես, դիցուկ 13 բալից զրկվում ես, ապա այո, դու արժանիշ ես ունենալ վարորդական իրավունք։ Այդ առումով միջազգային փորձը եւս հաստատում է, որ բալային համակարգը արդյունավետ է։ Սակայն պետք է հասկանանք, որ չարաշահումներ չլինեն։ Օրինակ, կարմիր լույսի տակ անցնող վարորդին, խմած վարորդին կամ արագությունը գերազանցած վարորդին պետք է անմիջապես պատժամիջոցը հետևի, որպեսզի նրանք հասկանան, որ արարքը ունի իր հետևանքը եւ պատիժը անխուսափելի է լինելու։ Միջազգային փորձն ասում է, որ պատժի անխուսափելիությունն է դաստիարակում անձին, որպեսզի նա իր մեջ ռեցիդիվ չունենա, կրկնահանցագործություն չանի։ Նման ձևով, եթե մեզ մոտ էլ անմիջապես եւ բոլորն անխտիր պատժվեն ծանր հանցանք կատարելիս, օրինակ կարմիր լույսի տակ անցնելը ես կամ խմած վարորդին դիտում եմ որպես պոտենցիալ հանցագործներ։ Այդ դեպքում, եթե անմիջապես կտրվի դրա դիմաց, կարծում եմ նման ռեցիդիվներ չեն կատարվի։ Ոստիկանությունը հաճախ քաղաքացիներին վարչական պատասխանատվության է ենթարկում առանց բավարար ապացույցների, հիմնվելով միայն պարեկի տեսողական արձանագրման վրա։ Դատարանները մեծամասամբ բեկանում են այդ որոշումները ապացուցողական բազայի բացակայության պատճառով։ Ինչպես կանխել առանց ամրակապվելու մեքենա վարելու, վարելիս ծխելու, հեռախոսով խոսելու իրավախախտումները, եթե իրավապահները չունեն մեքենայի սրահը տեսանկարահանելու իրավունք։ Հիշենք, որ մեքենան բնակարանին հավասարեցված գույք է եւ քրեական դատավարությունում էլ որպես կանոն չի թույլատրվում մեքենան խուզարկել կամ տեսանկարահանել առանց առանձին որոշման։ Այս տեսակետից սխալ կլինի ոստիկաններին թույլատրել մտնել մեքենայի մեջ եւ տեսանկարահանում իրականացնել։ Նման ապացույց չի կարա լինի թույլատրելի, որովհետեւ ապօրինի ճանապարհված ձեռք բերված։ Այս առումով ես պետք է անպայման ասեմ, որ վտանգավորության աստիճանը որպես այդպեսին չհամրակապված երթևեկելու կամ ծխելու այդքան մեծ չի, որը որ բերի ինչ-որ լուրջ հետևանքների, այն համատեքստում, որ պարեկները իրենք էլ ամրակապած չեն երթևեկում։ Պետք է ընդհանրապես վարորդներին չտուգանեն չհամրակապված երթևեկելու համար խրախուսական նորմերով նրանց համոզեն, վերադաստիարակեն, վերակրթեն, վերապատրաստեն, որ մարդիկ այն իրավագիտակցությունն ունենան, որ ամրակապված երթևեկելը դա պարտադիր է, ոչ թե տուգանելով միայն դրան հասցնել։ Կարծում եմ նույնպես էլի բալային համակարգով կարելի է նրանց խրախուսել, կարելի է նաև ինչ-որ բաներ տեստերով, օրինակ վերապատրաստման քննությունների ժամանակ, պարբերաբար կես տարին մեկ կատարվող վերապատրաստման քննությունների ժամանակ, կարելի է նրանց պարբերաբար հարցնել, դուք նստելուց ավտոմատի վրա ամրակապվում եք, թե դա անում եք չտուգանվելու համար, ձեր երեխաները ամրակապված երթևեկելիս դուք ձեզ ավելի ապահով եք զգում, թե չէ։ Կարելի է այստեղ էլ հոգեբանական տեստեր մշակել այնպես, որ մարդը ավտոմատ պատասխանի, անկեղծ լինի, մաքուր լինի իր պատասխանի մեջ ու ինքը ավտոմատ ասի, այո, նստելուց ես ավտոմատ գոտին գցում եմ։ Ոչ թե դրա համար տուգանել կամ չտուգանել։